Բարև ձեզ։ Արարատնյուզի տաղավարում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Վոլոդիա Հակոբյանը։ Պարոն Հակոբյան, շնորհակալ ենք մեր հավելը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Հակոբյան, ըստ ձեզ որն էր հանրության գլխավոր մոտիվացիան ձեր կուսակցությանը երրորդ անգամ վերընտրվելու հնարավորության համար։ Կարծում եմ առաջին հերթին խաղաղությունն էր եւ մարդիկ լսեցին ու հավատացին մեզ եւ տեսան, որ այլընտրանքը իրոք կարող է ավելի վատ լինել եւ խաղաղությունը իրոք խնամքի կարիք ունի ու մարդիկ տեսել են, որ մենք ռեալ հասել ենք խաղաղության ու այն պետք է ինստիտուցիոնալացվի առաջիկայում եւ պետք է ի կատարածվեն այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել տարբեր կողմերի հետ, այդ թվում եւ թրիպը նկատի ունեմ, որովհետեւ մյուս ուժերը, որոնք մրցակցում էին, նրանց հիմնական խոսույթն այն մասին էր, որ կան ու չեղարկեն ձեռք բերված խաղաղության պայմանագիրը եւ թրիպ համաձայնագիրը, իսկ թրիպը պետք է ասեմ, որ Հայաստանի համար կարևորագույն նախագիծ է, որը ի վերջո Հայաստանը դուրս կբերի այս տարիներ շարունակ տևած շրջափակումից եւ կդարձնի ոչ միայն տարածաշրջանային երթուղի, այլ գեոքաղաքական նշանակություն կտա Հայաստանին, ողջ աշխարհի համար կարևոր նշանակություն ունի այդ տարանցիկ ճանապարհը, որը ինչպիսին օրինակ Հորմուզի նեղուցը, Բոսֆորի նեղուցը աշխարհի համար եւ բոլորը պայքարում են, որ այդտեղ խաղաղ լինի, պայքարում են, որ այն բաց լինի, նմանապես մեր տարածքով անցնող այդ թրիպ երթուղին կամ երթուղիները աշխարհի համար շատ կարևոր նշանակություն ունեն ու շատ կարևոր է, որ դրանք գործարկվեն եւ այս կարծում եմ մեր ժողովուրդը այս ամեն ինչը հաշվի առնելով հերթական անգամ հասկացավ, որ կարևոր է այդ նախագծերի իրականացումը ու վստահեց մեր ուժին։ Եթե ամփոփենք, եղավ մեծ մասնակցություն, ձեր ակնկալիքները արդարացան, օրինակ Գյումրիում, Երևանում կարծես թե ԿՊ-ն ավելի շատ ձայն ստացավ, քան նախորդ ընտրություններում։ Ես չեմ ուզի ընդհանրապես տեղայնացնեմ Գյումրիով եւ Երևանով, ինչպես գիտեք, մենք հայտարարել ենք, որ գնում ենք սահմանադրական մեծամասնության հետևից, դա չստացվեց, կարծես թե եւ ավելի քիչ տոկոսներով կարողացանք հաղթել, բայց կարևորը այո հաղթանակն էր, բայց այդ իմաստով որոշակի դժգոհություն ունենք, որ այնպես չստացվեց հաղթանակը, ինչպես սպասում էինք, ես իմ մասով կարող եմ ասել, որ ես մի փոքր դժգոհ եմ, թիմի հետ այդպես քննարկում չենք ունեցել։ Հենց հարց դրան էր վերաբերում հաջորդ վարչապետը խոստացել է մի շարք փոփոխություններ, օրինակ սահմանադրական փոփոխություններ, դատա-իրավական համակարգին առնչվող փոփոխություններ եւ հիմա ըստ էության ընդդիմությունից է կախված լինելու այդ հարցերը։ Չի ասի, որովհետեւ օրինակ սահմանադրական փոփոխությունները պետք է հանրաքվեով անցկացվեն, այնուամենայնիվ պետք է հանրաքվեի տվի նոր սահմանադրությունը եւ դա կապ չունի ազգային ժողովում տեղերի հետ։ Մնացած առումներով ունենք մեծամասնություն այդ հարցերը կլուծվեն եւ այո մեր հիմնական այս քննադատությունը տարիներ շարունակ որ 8 տարի մեզ մարդիկ քննադատում էին, դա առաջին հերթին դատաիրավական բարեփոխումները ոչ պատշաճ մակարդակով անելն էր, ինչու Ռոբերտ Քոչարյանը նստած չի, ինչու Սերժ Սարգսյանը նստած չի, ինչու նրանց ունեցվածքը բռնագանձված չի, գիտեք չնայած որ այդ ուղղությամբ եւս բազմաթիվ աշխատանքներ արվել են հանուն արդարության պետք է նշել, որ օրինակ գույքի բռնագանձման մասին օրենքը 2020 թվականից հետո է մտել ուժի մեջ ու ուսումնասիրություններ են սկսվել, դատական գործեր կան 2022-ից սկսած արդեն կայացված վճիռներ կան բազմաթիվ օրինակներով, վերջինը ամիսներ ընդամենը մի քանի ամիս առաջ եղավ, այնպես որ այդ գործընթացը ուժի մեջ է ու շարունակվում է, բայց այո, դատաիրավական բարեփոխումներ վարչապետը կրկին խոստացել է, հատկապես վեթինգի իմաստով եւ կարծում եմ այո, մենք կգտնենք տարբերակներ այդ վեթինգը իրականացնելու նոր սահմանադրությամբ այդ հարցը նույնպես կլուծվի, այնպես որ հանրաքվեով կարվի դա ազգային ժողովի տեղերի հետ այդքան էլ կապ չունի։ Չէ, այնուամենայնիվ նախագիծը սահմանադրական հանրաքվեի դնելու համար պետք է մեծամասնություն ունենալ։ Կարծում եմ մենք այդ հարցը կլուծենք։ Շատ լավ, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ընտրությունները անցել են համատարած ճնշումների, ընտրախախտումների պայմաններում, պատրաստվում են վիճարկել արդյունքները, նման հայտարարություններ են արել նաև շնորհապետական կուսակցությունը կամ միասնության թևերը, որ չեն ճանաչում ընտրության արդյունքները։ Դա ցանկացած ուժի իրավունքն է, կարող են դիմել սահմանադրական դատարան,
այլ եթե եղանակներ կան իրավական տեսանկյունից թող դիմեն, վիճարկեն, եթե պետք է վերահաշվար կան նշանակեն անեն, որովհետև մենք տեսանք, որ ընդամենը 2 տեղամաս ԲՀԿ-ի բանով բացեցին, ստուգեցին, ավելի ճիշտ ոչ թե բացեցին, այլ թվերը համեմատեցին, տեսան, որ դրա արդյունքում քաղաքացիական պայմանագրի կուսակցության ձայները ավելացավ 650-ով, այնպես որ չեմ կարծում, որ ավելի վատ ԿՊ-ի համար բան կփոխվի, եթե ինչ-որ թվեր փոխվեն, վստահաբար մեր թվերը ավելանալու են։ Այնուամենայնիվ ահազանգում են ընդդիմադիր մամուլն է ահազանգում, որ եղել է վարչական ռեսուրս զինվորների քվեարկությունը ժամը 8-ից հետո։ Դա նույնպես պարզաբանվեց զինվորների քվեարկությունը, զինվորները եկել են ամբողջ վաշտով են տեղամաս մտել, չեն հասցել այդ սենյակ մտնել, բայց եղել են ընտրատեղամասում եւ զինվորները քվեարկելու իրավունք ունեն։ Այսինքն դա չէր կարող ազդել արդյունքների վրա, որովհետև եթե օրինակ կես ժամ առաջ կային, միևնույն է զինվորները քվեարկելու էին, չէ՞, այսինքն ռեալ արդյունքների վրա ազդող գործոնների մասին չեն խոսում, ընդդիմությունը որևէ այդպիսի խախտման օրինակ չի նշում։ Հետևաբար ես կարծում եմ, որ դա, եթե դուք նկատեք այդ ընտրախախտումների մասին խոսույթը տարածում էր մինչև ընտրությունների սկսվելը։ Ինչի համար էր արվում, որովհետև ես վստահ եմ, որ իրենք գիտեին, իրենք ունեին սոցիալական սոցհարցումներ, որոնց համաձայն իրենք պարտվում էին եւ իրենք ունեին այդ ռեալ թվերը։ Եվ ինչ էր մնում անել, նախորոք ապա լեգիտիմացնել այդ ընտրությունները, խոսելով ընտրախախտումների մասին, դեռ ընտրությունները չսկսված, նույնը իդեպ փորձել արել Գյումրիում։ Խոսում են ընտրախախտումների մասին, որպեսզի վերջում, երբ կան արդեն տվյալները, ասեն, որ տեսեք, համատարած ճնշումների, ընտրախախտումների, վարչական ռեսուրսի պայմաններում են անցել ընտրությունները, դրա համար մենք հիմա հաջորդ վարչապետը չենք։ Բայց բոլորս գիտենք, թե դա ինչով է պայմանավորված, Գյումրիում էլ ինչպես նշեցի, իրենք ամբողջ ընթացքում խոսում էին խախտումների մասին, այն հայաքվեն այդ ժամանակ դիտորդական առաքելությունների իբր իրականացնում, անկախ դիտորդներ էին հանդես գալիս, ամբողջ ընթացքում խոսում էին խախտումների մասին, ամեն ինչ բարձրաձայնում էին, մեկ էլ վերջում տեսան, որ Վարդան Ղուկասյանին հնարավոր է բոլորով միանալ ընտրեն քաղաքապետ, անմիջապես մոռացան այդ խախտումների մասին, անմիջապես ու լռություն այդ իմաստով։ Էս են փորձում անել, իրանք դա նախորոք պլանավորած անում են, հիմա սպասում են, թե տենան ինչ մեթոդիկա կիշնի, այս տայդում շարժվեն։ Իդեպ Գյումրիի հետ կապված վարչապետը նոր թիմ ընտրություններ խոստացել, ինչ սպասենք։ Նոր թիմ ընտրություններ։ Շատ լավ։ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ սպասում են ԲՀԿ-ի վերահաշվարկին, որպեսզի հայտարարություն անեն, նշում է, որ դրանից է կախված ԲՀԿ-ն անցնի թե ոչ դատավորների ընտրության հարցում արդյոք կարող են իրենք ազդել որոշումների վրա ու եթե չանցնի, ըստ էության մանդատները կվերցնեն, կգնան օրինակ պատիվ ունեմի ճանապարհով փողոցային պայքար, զուգահեռ իմպիչմենտ։ Մի քանի օր առաջ ընդամենը ասում էին, որ մենք գնում ենք սահմանադրական մեծամասնություն վերցնելու, որ մենք ունենք բացարձակ մեծամասնություն, հարցնում էին, ասում են, եթե լավ չլինի, եթեով չէին պատասխանում, խոսում էին մեծ խոսում են, հիմա ընդամենը սպասում են ԲՀԿ-ի 5 մանդատին, շատ ողորմելի վիճակում է Նարեկ Կարապետյանն ու իր թիմը, բայց թող մենք էլ ենք սպասում վերջնական արդյունքներին, տեսնենք ով ինչ մանդատ կունենա, գնանք աշխատենք, իսկ ինչ վերաբերում այդ գնանք, տեսնենք ԿՓ-ից մարդ փախցնենք, impeachment անենք, բան, մենք այդ խոսույթը տեսել ենք եւ չենք կայթակղվել, ինչպես կասեր դասականը, ու տեսել ենք, թե ինչա տեղի ունեցել նախորդ քոքը մաշեցնողների քոքն է մաշվել, նախորդ impeachment անողներն են հեռացել խորհրդարանից, փողոցային պայքարներն են ցախողել city tour-երից, բացի ուրիշ բան չի հաջողվել անել։ Փողոցներում պայքար իրականացնելու համար մենք ենք փողոցային պայքարի միջով անցել, այնպես չէ՞ էլի որ եկել ենք ու իշխանություն ենք եղել, բայց դրա համար պետք է մարդկանց ռեալ դժգոհությունը, պետք է մարդկանց ռեալ անարդարության զգացումը, մարդիկ պետք է ռեալ հավատան կամ հավատացած լինեն, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են։ Եթե չկա այդ ռեալ մարդկանց զգացողությունը, անհնար է փողոց պահել, հնարավոր չի միայն քո համակիրներով կամ ստեղից ընդեղից բերված մարդկանցով փողոց պահել, փողոց գեներացնել եւ հաջողության հասնել։ Դա հնարավոր չի, եթե չկա իրական աջակցություն։ Իսկ իրական աջակցություն լինում է այն ժամանակ, որ հասարակությունը ամբողջապես վստահ է կամ գոնե կասկածում է, որ ընտրությունները իր ձայնը տեղ չի հասել։ Հիմա մարդիկ տարիներ շարունակ 2018-ից հետո տեսնում են, որ իրենց ձայներով է որոշվում
պետության ճակատագիրը, իրենց ձայները տեղ են հասնում։ Իրենք գիտեն, որ յուրաքանչյուր 2-3 տարի մեկը ընտրություններում, երբ որ թիմ կամ համապետական այլ ընտրություններում իրենք գնում են կամ արտահայտվում են իրենց ձայնը տեղ է հասնում։ Մենք տեսանք դեպքեր, որ տարբեր երկրներից մարդիկ էին ժամանում Հայաստան ընտրելու համար։ Տեսանք նաև այնպիսի դեպքեր, որոնց բերում էին Հայաստան ընտրելու համար։ Ինչու էին բերում։ Որովհետև գիտեն, որ այդ բերված մի մարդու ձայնը տեղ է հասնելու։ Եթե տեղ չհասներ, Ռուսաստաններից, Ֆրանսիաներից, տարբեր երկրներից մարդիկ չէին գա կամ մարդկանց չէին բերի ընտրատեղամաս ընտրելու համար, որովհետև ինչու բերել, եթե քո ձայնը տեղ չի հասնելու։ Բայց հիմա ու ընդհանրապես տեսեք, այս ընթացքում Facebook-ում հիմնական քննարկման թեման որն էր, որ ինչ անենք, որ մեր ձայնը չփոշիանա։ Եթե բարձր մասնակցություն լինի, ասում էին հստակորեն ԿՊ-ն կպարտվի։ Կպարտվի, հա, ասում էին, եթե մի միֆի իլյուզիայի մեջ էին հայտնվել, Հունգարիայի օրինակն էին բերում, չիմանալով, որ Հունգարիայում միշտ այտենց բարձր մասնակցություն եղել ու այդ բարձր մասնակցության պայմաններում հաջողությամբ եղել են դեպքեր, երբ իշխանությունը վերընտրվել է։ Դրա մեջ չխորանանք, իրենք տգետ են նույնիսկ այդ իմաստով, բայց ինչն է մարդկանց հիմնական մտահոգությունը այս ընտրություններից առաջ, որ այնպես ուժերի ընտրենք, որ մեր ձայնը չփոշիանա։ Չէին մտահոգվում, որ այնպես անենք, որ մեր ձայնը տեղ հասնի, որովհետև այդ մտահոգությունը 2018 թվականից հետո մարդկանց մոտ գոյություն չունի։ Իրենք վստահ են, որ իրենց բյուլետենը, իրենց քվեն գնում է ящիկի մեջ, հետո տեղ է հասնում, գրանցվում է, հաշվարկվում է, ձևավորվում է կառավարություն կամ իշխանություն դրանով։ Իսկ առաջ մարդիկ մտածում էին, թե ոնց անենք, որ ոչ թե չփոշիանա, ոնց անենք, որ գոնե մեր խոսքը տեղ հասնի։ Ու հիմա այդ պայմաններում փողոց գեներացնելու մասին է խոսում ընդդիմությունը, սա ուղղակի հերթական իրենց անելանության զգացումն է, որ չգիտեն ինչ անեն, սպասում են, տեսնեն ինչ կարան մոգոնեն, որ այդ իրենց մեծ խոսքերը, որոնք սպասումներ էին գեներացնել իրենց համակիրների ու ընտրողների մոտ, տեսնեն, թե ոնց են արդարացնելու։ Ընտրախախտումներով սպասենք ԲՀԿ-ին, 8 հոգի մարդ խլենք, impeachment անենք, փողոցային պայքար սկսենք, սպասենք, տեսնենք, որ կենտրոնից ինչ հրահանգ կստանանք եւ այլն։ Որոշակի հասարակական խմբերի գործիչների մոտ էլ դժգոհություն կա, որ չնայած բազմաթիվ ընտրակաշառքի դեպքերի բացահայտմանը ուժեղ Հայաստանին թույլ տրվեց մասնակցել ընտրություններին, ու այս առումով հենց ընտրությունների այդ բարձր մասնակցությունը նաև հիշեցնում է 2017 թվականը, երբ համատարած ընտրակաշառք էր բաժանվել, ու այդ օրինակով ՀՀԿ-ն մեծ քվե ստացավ։ Ինչ վերաբերում է ուժեղ Հայաստանի ընտրապայքարից դուրս թողնելուն, ես կարծում եմ, որ դա իրավական խնդիր է ու ես չեմ կարող քաղաքական պատասխան տալ դրան, բայց որպես քաղաքական գնահատական կարծում եմ, այո, ուժեղ Հայաստանի նման ուժերը ուղղակի չպետք է լինեն մեր քաղաքական դաշտում, բայց ոչ թե դա պետք է լինի այդպես թույլ չտալու մեթոդով, այլ մեր հասարակությունը այս ուժերին պետք է մեժեն։ Ոնց որ ես կարծում եմ հիմա Քոչարյանի ուժը այլևս շանս չունի հաջորդ ընտրություններին, պատիվ ունեմ կամ Սերժ Սարգսյանը արդեն չկա, այսինքն ես կարծում եմ, որ բնականon ճանապարհ պետք է անցնենք ու պետք է առողջանա քաղաքական դաշտը, բայց այդ իրավական տեսանկյունից թե ինչու իրենց չզրկեցին մասնակցելու հնարավորությունից չեմ կարող պատասխանել, կարծում եմ այդտեղ պետք է լինեն ընտրակաշառքների վերաբերյալ համատարած պետք է լինի փաստերը եւ պետք է լինեն վճիռներ։ Այս դեպքում համատարած էին, բայց վճիռներ չկային դեռ։ Վճիռները առաջիկայում վստահաբար կլինեն, դրան էլ թող սպասեն, որովհետև մենք տեսանք, թե ինչպիսի օպերատիվությամբ է պայքարում դրա դեմ ընտրակաշառքի դեմ հակակոռուպցիոն կոմիտեն եւ պետք է շնորհակալություն հայտնենք մեր իրավապահ մարմիններին, հակակոռուպցիոն կոմիտեին, ազգային անվտանգության ծառայությանը։ Այնպես որ այդ իմաստով չեմ կարող պատասխանել։ Երկրորդ հարցը բարձր մասնակցություններ, բարձր մասնակցություն ինչպես 17 թվականին։ Ինչպես նշեցի, բազմաթիվ քաղաքացիներ արտերկրում ապրող հայտարարում են, որ գալիս են ընտրելու իրենք իրենց կամքով, որովհետև գիտեին, որ սա ճակատագրական ընտրություններ են Հայաստանի համար եւ մարդիկ ցանկանում են անգամ չապրելով երկրում մի քիչ անարդարության զգացում կարող առաջանալ մեր բնակչության մեջ, որոնք ովքեր ապրում են այստեղ, բայց ամեն դեպքում գալիս էին ընտրելու եւ ունեինք համատարած դեպքեր եւ դրա մասին խոսում էր Reuters-ը, հատուկ ծառայությունները տարբեր երկրների, որ կալուգացի օլիգարխը իր ունեցած ռեսուրսները կիրառում էր եւ դրսից մարդկանց կաշառքով, այլ եղանակներով, մոտիվացնելով, նույնիսկ շահագրգռելով կամ գուցե նաեւ ճնշումներ գործադրելով բերում էին ընտրության։ Եվ դա եւս ազդեց բարձր մասնակցության վրա, բայց մի բան էլ կա, որ
տեղացի ժողովուրդը, որը ամեն դեպքում կարող է մի պահի որոշեց չգնալ ընտրատեղամաս, տեսավ այդ ամենը ու հասկացավ, որ կարող է դրսից եկածները որոշին իր ճակատագիրը ու ինքն էլ գնաց ընտրատեղամաս, ես այդպիսի դեպքեր էլ գիտեմ։ Ու իրենք գնացին հակակշռելու այդ մարդկանց, գնացին ասում, որ ժողովուրդ մենք ենք որոշելու, գնացին ու որոշեցին։ Պարոն Հակոբյան, մեծ հավանականությամբ նաև ձեզ կտեսնենք հաջորդ գումարման ազգային ժողովում։ Ինչ եք կարծում, ինչպեսի ազգային ժողով կտեսնենք, ինչպեսի որակի խոսույթ կլինի, հանրության մի զգալի հատված էլ դժգոհում է այդ խոսույթից դավաճան հողատու։ Այդ իմաստով էլ խորհրդարանները, եթե մենք նայենք աշխարհի խորհրդարանները, բոլորի ռեյտինգն էլ ցածր է, եթե համատում ենք մյուս պետական գերատեսչությունների հետ, որովհետև խորհրդարանը այն վայրն է, որտեղ անմիջապես դեմ արդեմ հանդիպում են ընդդիմությունը եւ իշխանությունը եւ այնտեղ միայն խոսքով կարող են պայքարել, հա, ու դա արտահայտվում է տարբեր կերպ բազմաթիվ դեմոկրատական երկրներում, տեսնում ենք ծեծկրտուկներ, ոչ հայոյանք եւ այլն, այսինքն այդպիսի բաներ տեղի չեն ունենում հիմնականում ավտորիտար կամ ավելի ծանր ռեժիմ, դիկտատորական ռեժիմ ունեցող երկրներում, որտեղ մի կենտրոնից ասվում է ինչ պետք է արվի, բոլորը այնտեղ ընդդիմություն մեծ հաշվով չկա էլ, բայց երբ որ դեմոկրատական երկիրական տարբեր բախումներ, հա, հայացքների կամ շահերի, այդ դեպքում լինում են վատ խոսույթ, լինում է ծեծկրտուկ եւ այլն, հուսով ենք, որ այդպիսի բաների չի հասնի իհարկե առաջիկա մյուս գումարման խորհրդարանում մեզ մոտ, բայց պետք է ասեմ, որ դա էլ շատ մենք անընդհատ ծայրահեղ ասում ենք, որ այ տեսեք Հայաստանում ինչպիսի վատ իրավիճակ է, խորհրդարանում իրար են հայոյում, խորհրդարանում իրար են քաշքշում ու ծեծում, մենակ Հայաստանում չի ժողովուրդ ջան, բայց այո հուսանք, որ այս անգամ գոնե քաղաքական բաների շուրջ կլինի մեր վեճը, ոչ թե անձնական, ոչ թե օտար պետությունների ծառայող խմբակների ու Հայաստանի շահերի դեմ գնացող խմբակների խոսույթը կգեներացնի այդ բախումները, թեկուզ խոսքի մակարդակով բախումները, այլ քաղաքական տեսլականների մասին Հայաստանի շահը տարբեր կերպ տեսնելու պատճառով կառաջանան այդ դեբատները ու դեբատներից այն կողմ չեն անցնի։ Ինչ եք կարծում, հիմա մենք այդ ընտրական process-ներ կտեսնենք, թեկուզ փողոցային։ Ես կարծում եմ ռեսուրս չունի ընդդիմություն այդպիսի պայքար սկսելու, կարող են փորձել իրենց համակիրներին կենտրոնացնելով, մոբիլիզացնելով ինչ-որ փոքրիկ բան սկսել, բայց դա երկարաժամկետ չի կարող։ Ես արդեն նշեցի, թե ինչ պայմաններ են պետք փողոց գեներացնելու, փողոց պահելու, փողոցով հաջողության հասնելու համար, այնպես որ կարծում եմ իրենք այդ ռեսուրսը, ինչպես նշեցի, չունեն ու երկարաժամկետ բան կամ հաջողվող բան չեն կարող սկսել, այնպես որ խորհուրդ էլ չեմ տա իրենց անել, որ հերթական անգամ մարդկանց հիասթափել, այդ ինչ ընտրողել որ ունեն, հերթով հիասթափեցրել են։ Ես մարդիկ գիտեմ, որ ժամանակին Քոչանին են ընտրել, հիմա ԿՊ են ընտրում։ Այդպիսի մարդիկ են եղել։ Ես մարդիկ գիտեմ, որ Քոչանին են ընտրել 2021-ին, հիմա ընտրությունների չեն գնացել։ Ու հիմնականում բողոքում են, որ City տուրերի են իրենց տարել եւ այլն եւ այլն։ Հիմա էլ հերթական անգամ պետք չի մեր ժողովրդին հիասթափեցնել, որովհետև ընտրությունները տարբերակ են իշխանություն ձևավորելու համար Հայաստանում վաղուց ընտրությունները այդ միջոցն են եւ ծառայում են իրենց նպատակին կգաք հաջորդ անգամ կպայքարեք մեր ժողովուրդը իր որոշումը նորից կկայացնի մի քանի տարուց էլ թիմ ընտրություններ կան գնացեք մասնակցեք այսքանը պարոն Հակոբյան շնորհակալ եմ